հանգուցալուծումը որն է աշխարհը։ Նիկոլ Փաշինյանը համաշխարհային պատերազմի մասին խոսում ենք, այստեղ քննարկում ենք։ Մենք չենք քննարկում, կապիտուլյանտն է քննարկում, ինքն է բերում փուլկադրբեջանական օրակարգ, սա Չարիքի հեղափոխության վերջին փուլն է։ Օրինակ ֆրանսիական հեղափոխությունում դա կոչվել է Յակոբինյան փուլ, Ռոբեսպիերյան փուլ, որտեղ պայքար է գնացել ազգայինի դեմ, եկեղեցու դեմ, արժեքների դեմ, նույնիսկ տոմարը փոխեցին, օրերը փոխեցին առանձին անվանումներով, բայց հետո Ռոբեսպիերը ունեցավ շատ տխուր ճակատագիր։ Բայց խնդիրը նրա մեջ է, որ Նիկոլ Փաշինյանը, ես մեկ անգամ չէ որ ասել եմ, տարիներ շարունակ ասում, այդ մարդը պատերազմը հայտարարել իր խմբակի հետ միասին Հայաստանի 3-րդ հանրապետությանը։ Եվ կամ պետք է լինի ազգային դիմադրություն, կամ էլ կլինի այն ինչ-որ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Շարմազանյան, Բարդ բան եմ ասում։ Միշտ էլ ասել եմ։ Կամ Հայաստանն է մնալու մեր պատկերացումների Հայաստանը, 3-րդ հանրապետությունը, որտեղ անկախության հռչակագիրը ունի առանցքային տեղ ու նշանակություն, կամ էլ Նիկոլ Փաշինյանը կբերի Էրմենիստանի կամ վիլայեթացման գաղափարը։ Ինչպես է ստացվում, որ Փաշինյանը միշտ հաղթանակած է դուրս գալիս այդ պատերազմից։ Ես պետք է պատասխանեմ այդ հարցին։ Որպես ընդդիմադիր գործիչ։ Ցավոք։ Պարոն Շարմազան, տարածաշրջանի ասենք դեռ Պարոն Շարմազան, տարածաշրջանային իրավիճակին անդրադառնալով, ովքեր են այսօր մեր հնարավոր դաշնակիցները առկա մարտահրավերները դիմագրավելու գործում եւ ինչ միջոցներով պետք է պայքարել, չգիտեմ, Իսրայել-Իրան հակամարտությունը ավելի ծրել են մարտահրավերները, որոնք ունի Հայաստանը, հատկապես երբ որ Նախիջևանը այս պահին համարվում է ամենաթեժ կետերից մեկը, ոչ միայն զորավարժությունների առումով, այլև կուտակված զինտեխնիկայի, ասում են ճանապարհ են լայնացրել, ով է այսօր մեր դաշնակիցը, որ կարող ենք այս իրավիճակում դիմագրավել։ Նախ մենք պետք է հասկանանք, մենք ուզում ենք ազգային պետություն ունենանք, ուզում ենք անկախ պետություն ունենանք, ուզում ենք լինենք սուբյեկտ, թե ուզում ենք լինել Թուրքիայի կցորդը։ Գիտեք, իրավիճակը շատ բարդ է, ես չեմ ուզում էմոցիոնալ էմոցիոնալ գնահատականներ տամ, սա արդեն տարածաշրջանային պատերազմ չէ, սա գլոբալ պատերազմի է վերածվում եւ ակնհայտ է, որ Իրան-իսրայելական պատերազմի այսօր 5-րդ օրն է, Աստված մի արասը, եթե զարգացումները գնան, ես չեմ կարող ասել, թե ինչպիսի ոչ միայն տարածաշրջանային ռեգիոնալ, այլ նաև գլոբալ առումով ինչպիսի բացասական ու միգուցե կործանար հետևանքներ ունենան ոչ միայն տարածաշրջանային, այլ մեզ համար։ Այդ դեպքում Հայաստանը այս պարագային պարոն Շարմազանով ինչպես պետք է դիրքավորվի։ Հայաստանը նախ եւ առաջ արդեն խնդրեմ ունի, որ այս իրավիճակներում Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի ղեկավարը, սա շատ բարդ է, բայց շատ բարդ է հիմա քննարկումները, մեզ, ասիկա մենք ունենք մի առումով իշխանություն, որը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ իրականացնում է ազգային քաղաքականություն, մյուս կողմից գլուխը կոխել է հողի մեջ եւ ասում է ոչ մի ես նոր ընթերցում էի Փաշինյանի թիմակիցների կարծիքները, նենց իրավիճակա ոնց որ կյանք ուրախ, ապրուստը ձրի, ոչ մի վտանգ չկա, ամեն ինչ նորմալ է, հիշեցին իրավիճակը, երբ որ պատերազմից առաջ 44-ը իրանց ֆրակցիայի ղեկավարն ասել էր արխային եղեք Թուրքիան չի խառնվի, ես մի կողմից պանիկայել եմ դեմ Մերի ջան, պանիկա լավ բանի չի բերի, բայց այս իրավիճակում ունենալ նման էմոցիոնալ, նման չհաշկվարկված քայլեր կատարող վարչապետ, սա շատ վտանգավոր է։ Էլ չեմ ասում, որ այս փուլում պետք է հնչի միասնության կոչ, զսպվածության կոչ, իսկ Նիկոլ Փաշինյանը զսպվածության փոխարեն պատերազմը հայտարարում, եկեղեցին քիչ է, հիմա այլ բարերարներին է պատերազմ հայտարարում ու հայ ժողովրդին։ Բայց միգուցե դրա մեղավորը եւ բարերարներն են, եւ մենք ենք, եւ եկեղեցին է, մենք եւ հասարակությունն է, որ ինքը դեռ եթե վարչապետ է, բա պետք է ասի։ Հիմա խոսելու ժամանակներն ավարտվել են, էլի։ Քաղաքականության մեջ կարևորը ոչ թե զազրախոսելն է, այլ արդյունքն է։ Տեսնենք, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, ուրեմն
Ուրեմն Հայաստան չի ունի դասական առումով, ինչ ասեմ, ես բարդ է իրավիճակը, չեմ կարող ասել։ Հաշվարկված քայլերի թվին է պատկանում նաև առաջիկայում Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա Չեմ կարող ասել ինչ օրակարգով է գնում։ Հայ-Ադրբեջան ըստ 24 նյուզի դիվանագիտական աղբյուրի Ես գիտեմ, որ 24 նյուզը 2 օր առաջ առաջինն է դրա մասին ասել, հա, առաջինը դուք եք ասել, այնտեղ կնայել եմ, ասել եք, որ բանի թեման դուրս է գալիս, չէ, այնտեղ մի հատ թեմա դուրս է գալիս, բայց փոխարենը սահմանության թեման դուրս է գալիս, բայց այնտեղ մի հատ ուրիշ թեմա մտնում է։ Նիկոլ Փաշինյանը ինքը ինչ պետք է բանակցի Թուրքիայում։ Այսինքն ինչ եք սպասում Նիկոլ Փաշինյանից։ Ինքը արդեն ամբողջությամբ Հայաստանը տարել է թուրքական իշխանության տակ է դրել։ Հայաստանը ռուսական ազդեցությունից դարձել է թուրքական աշխարհի մաս, դժբախտաբար։ Որովհետև ասում են Ռուսաստանը պատերազմի մեջ է, Իրանը փաստորեն այսօր պատերազմի մեջ է, մենք այլ ընտրանքներ պետք է փնտրենք, մենք այլ ընտրանքներ փնտրելու ճանապարհին ենք։ Թուրքիան էլ ներս բաներ, էլի պատերազմից հեռու է, էլի Կիպրոսը պապս էր օկուպացրել, Սիրիան պապս էր մտել, հա, կամ իրա։ Նես Թուրքիան էլ նես խաղաղացել ապրում է։ 44-րդ պատերազմում խոսքի ուրիշ երկրի բայրակթարներն են խփում։ Ես Թուրքիան էլ ես մաս Թերեզան է, մենք էլ վրեքներից խաբար չկա։ Ասում են երկխոսության այլ ընտրանքը որն է։ Երկխոսությունը, բայց սա երկխոսություն չի, սա մենախոսություն է։ Նիկոլ Փաշինյանը կրկնում է, ինձ մի կետ կարող եք ասել, որ հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերություններում այս վերջի 7 տարում սպասարկել է Հայաստանի Հանրապետության պետական շահ։ Մենակ չասեք, պատերազմը կանգնացրել է։ Պատերազմը գիտեք ստրկության մեջ էլ է պատերազմ։ Օրինակ Ստամբուլի հայկական համայնքը խաղաղ ապրում է։ Ես պետական գործիչ եմ եղել, ես էմոցիոնալ հայտարարությունների կողմ չեմ, դեմ եմ, պանիկային դեմ եմ, երկում հայ-թուրքական հարաբերությունները շատ կարևոր են, բայց մենք կարմիր գծեր պետք է ունենանք։ Նիկոլ Փաշինյանի թիմը բոլոր կարմիր գծերը տրորելով մեզ ներկայացնում, որ սա երջանիկ ապագա։ Իսկ ինչ վերաբերում է Էրդողանի հետ հանդիպանը, ես չգիտեմ իրենք ինչ են քննարկելու, շատ հարգելով ձեր դիվանագիտական աղբյուրը, ես չգիտեմ Էրդողանը իր դեմ ինչա դնելու կամ ինչ են պայմանավորվելու։ Միգուցե Նիկոլ Փաշինյանն օդու ջրի պես պետքա խաղաղության պայմանագիր ինչ-որ մի հատ դեկլարատիվ փաստաթուղթ եւ նա գնում է դիմում է Էրդողանի միջնորդությանը, որովհետեւ վաղուց արդեն նրա իշխանությունը Էրդողանի հովանոցի տակ է։ Էսա միակ տարբերակը, որովհետեւ 26 ընտրություններից առաջ կամ մինչև դրան անհրաժեշտ է մի բան։ Խաղաղության պայմանագրի անունով մի փաստաթուղթ, որ ժողովրդին կերակրի, որ ես ձեզ բերել եմ խաղաղություն։ Բայց դա լինելու է թուրք-ադրբեջանական ու ստրկացում կոպիտ ասված նոքիարություն լավ։ Ներքաղաքական հարցերին անդրադառնալով նաև հայտնի դարձավ, որ Ուրցաձորի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին են ձերբակալել, դուք տեղեկություն ունեք, ինչ հիմքով են ձերբակալել։ Տեղեկություն չունեմ, բայց Ռաֆիկ Անդրեասյանի քաղաքական ակտիվությունը, նրա ընդդիմադիր ու ազգային կեսվածքը հաշվի առնելով մի գրամ կասկած չունեմ, որ սա քաղաքական դրդապատճառներով իրականացված հերթական ձերբակալումն է։